Կենտրոնի եթերը շարունակում է անցուդարձը, միասին ամփոփենք օրվա կարևոր իրադարձությունները Հայաստանից ու աշխարհից։ Բարի երեկո։ Աշտարակ Սասունիկ ճանապարհին էքսկուրսիա տանող ավտոբուսի վթարի հետևանքով բուժօգնությանը դիմել 30 երեխա և 6 մեծահասակ, հայտնում է Առողջապահության նախարարությունը։ Կազմակերպվել է 3 երեխայի տեղափոխումը Երևան լրացուցիչ հետազոտման։ Բժիշկների գնահատմամբ նրանց կյանքին սպառնացող վտանգ չկա։ Ես կանքում էքսկուրսիա Ծանր որոնումների երրորդ օրը ջրահեղձ եղած 7-ամյա աղջկա մարմինը գտել են գետում, նրա 13-ամյա քրոջը դեռ որոնում են։ Մահաբեր խողովակից 500 մետր հեռավորության վրա ջրասուզակը գտել է Նարե Մարտիրոսյանի մարմինը։ Փրկարարները շարունակում են աշխատել այն հատվածում, որտեղ գտել են աղջնակի մարմինը։ Երեխայի թաթիկին կպնելով, շոշափելով են գտել։ Գետի հոսքը շատ ուժեղ է, աշխատելը շատ բարդ է։ Մենք մեր ուժերով, նաև ոստիկանության ներկայությամբ վաղը պետք է կազմակերպենք ապամոնտաժման աշխատանքներ, որպեսզի նման ողբերգություններ այլևս մեր իրականության մեջ չլինեն։ Այսինքն վաղը խողովակը կհանվի։ Այո, վաղը պետք է կազմակերպվի արդեն գործողությունը, որպեսզի ապամոնտաժը տեղի։ Ուժեղ Հայաստան դաշինքի падգամավորի թեկնածու Դավիթ Ղազինյանը ձերբակալվել է ընտրակաշարք տալու նախապատրաստության մեղադրանքով։ Ավելի վաղ կենտրոնական ընտրական հանձնաժողովը համաձայնություն տվեց Ղազինյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն և նրան ազատությունից զրկելուն, ինչի համար միջնորդություն էր ներկայացրել դատախազությունը։ Որևէ գումար, որևէ մեկին չեմ տվել, ինչ վերաբերվում է ձայնագրությանը, դուք էլ եք տեսնում, այնտեղ գլխավոր դերում Մաքրուին է, միշտ ես հումորով ասում, լավա չեն ասում, ասել այս 1.4 ուրիշ բանի վրա չծախսեք հանգարցա, միայն ընտրակաշարքի գումարը, այսինքն չկա այստեղ իրավական ոչ մի բան։ Մեղադրանքը վերաբերում է նախապատրաստությանը։ Այո, նախապատրաստություն։ Չգիտեմ, անկեղծորեն չգիտեմ ինչն է, որովհետև մեղադրանքից ընդհանրապես դա հասկանալի չէր, բայց ստացվում է մեղադրանքը նախապատրաստության մասին է, մեղադրանքի բովանդակությունը բացառապես կարելի է համարել քաղաքական նպատակ ունի, բովանդակությունն էլ բացակայում։ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը բավարարեց նաև Ռոբերտ Քոչարյանի դեմ ներկայացրած դատախազության միջնորդությունը, նա նույնպես զրկվեց անձեռնմխելիությունից։ Քաղաքական ուժի ներկայացուցիչները տեղեկություն չունեն, թե ինչ հիմքով է դատախազությունը փորձում քրեական հետապնդում հարուցելու թույլտվություն ստանալ։ Արդարադատության նախարար Սրփուի Գալյանը հունիսի 23-ից 26-ը Ռուսաստան կգործուղվի։ Նա կլինի Սանկտ Պետերբուրգում, կմասնակցի Պետերբուրգյան միջազգային իրավաբանական 14-րդ համաժողովին, ինչը համարվում է իրավական ոլորտի հեղինակավոր հարթակներից մեկը։ Գևորգ Պապոյանն էլ երեկ ասել էր, միայն առաջիկա մեկ ամսում 2 այց կկատարի Ռուսաստան հանդիպելու տարբեր գործընկերների հետ։ Օրվա երկրորդ կեսին խորհրդարան կառավարություն հարցուպատասխաններ ընդդիմությունը բոյկոտել է նիստը։ Ալեն Սիմոնյանը նշել է, որ առանց ընդդիմության նիստերը սիրո և համերաշխության մթնոլորտում են անցնում։ Մենք Ղարաբաղի շարժումը չպետք է շարունակենք։ Ղարաբաղի դրոշների առկայությունը մեր երկրի խորհրդարանում այդ պատերազմի սպառնալիքը։ Ես ասել եմ ուղիղ, ասել եմ այդ խոսույթները, այդ 300,000 ադրբեջանցի եւ մենք ո՞նց ենք փակում, մենք ասում ենք էն էլ չկա։ Երբ որ այս դրոշը մարդիկ դնում են այս սեղանին, նրանք դրանով բացում են, սադրում են այդ խոսակցությունը։ Ու հետո դժվար է որոշել ով առաջինը ինչ ասեց, ով հետո ոնց ասեց։ Հիմա գնան հայ, Ղարաբաղի կոնֆլիկտի մասին էլ։ Մենք մեր ճշմարտությունն ունենք Ադրբեջանը։ Առաջինը ով ասեց, առաջինը ինչ արեց, առաջինը ով կրակեց, առաջինը ով սպանեց։ Բայց մենք մեր ճշմարտությունն ունենք եւ հավատում ենք այդ ճշմարտությանը։ Բայց իրանք ճշմարտություն ունեն, որ հավատում են։ Ավելի վաղ համացանցում կադրեր էին տարածվել, որտեղ ԱԺ-նախագահը և մոդել դերասանուհի Անելիա Գուբրյանը իրենց ամուսնությունը գրանցելու դիմում են ներկայացրել։ Ահա տեսանյութը։ Երջանիկ լինեք ամենակարևորը։ Ура, что давай.
Ես կատարեցի քայլի որոշումը։ Միասին թերթենք մամուլի էջերը։ Հրապարակը գրում է պետական գերատեսչություններից մեկի աշխատակիցը մեզ պատմեց, որ ընտրություններից հետո իրենց անմիջական վերադասը ժողով է հրավիրել եւ աշխատակիցներին սպառնացել, որ ԱԱԾ-ն գաղտնալսել է իրենց հեռախոսազրույցները եւ իրենք գիտեն, թե որ աշխատակիցը որ ուժի օգտին է քվեարկել։ Մեր զրուցակցի խոսքով պետն աշխատակիցներին սպառնացել է ասելով, որ բոլոր նրանք, ովքեր ընդդիմությանն են համակրում եւ քննադատում Նիկոլ Փաշինյանին, պետական համակարգից հեռացվելու են։ Աշխատակիցներից մի քանիսը ընդվզել են ասելով, ինչ իրավունքով եք մեզ գաղտնալսում, ինչից հետո գրավոր նկատողություն են տվել ամենաակտիվ բողոքողին, ով ընդդիմադիր հայացքներ ունի։ Նույն աղբյուրը գրում է. հունիսի 7-ի ընտրություններից հետո 3 խորհրդարանի առաջին նիստն էր, որին նաև Նիկոլ Փաշինյանն էր մասնակցում, բայց ազգային ժողովի դահլիճը հոգեհանգստի սրահ էր հիշեցնում։ ԿՊԱ-կան падգամավորները եւ նախորդ տարվա բյուջեի կատարողականի քննարկմանը եկած կառավարության անդամները շատ մռայլ էին ու մտահոգ։ Հաղթած իշխանականները բոլորովին հաղթողի տեսք չունեին, ընկճված էին ու անդրամադիր։ Իշխանական մեր աղբյուրները խոստովանեցին, որ իրենց համար անսպասելի էր, որ այդքան չարչարանքից ու ռեսուրսներ ծախսելուց հետո չկարողացան 50+ հավաքել։ Երկրորդ մեծ անհանգստություններ ունեն կապված Ռուսաստանի հետագա պահվածքի հետ, որը բավական չի ճանաչել հունիսի 7-ի ընտրությունների արդյունքները, դրան գումարած կոշտ հայտարարություններ է անում եւ տնտեսական սանկցիաներ կիրառում Հայաստանի նկատմամբ։ Իշխանական շրջանակներում խոսում են, որ առաջիկայում գազի գինն է բարձրանալու, իսկ այլընտրանքի բացակայության պայմաններում Ռուսաստանի սանկցիաները կարող են լուրջ հետևանքներ առաջացնել իրենց իշխանության համար։ G7 գագաթնաժողովի ընդմիջմանը առաջնորդները քննարկել են Իտալիայի վարչապետ Ջորջիա Մելոնիի եւ Եվրոպական խորհրդի նախագահ Կոշտայի ծխախոտից հրաժարվելու փաստը։ Սա շոու չէ, այլ էլեկտրիկի աշխատանք։ Կադրում երևացող տղամարդն ամեն օր աշխատում է անսովոր եւ անհավանական պայմաններում։ Դուբլինում ընթացող թենիսի մրցաշարի ժամանակ ճայը իռլանդացի թենիսիստ Քոնոր Գենոնի նստարանից գողացել է նրա բանանը։ Նեպալցի մարզիկը աստիճաններով ձեռքերի վրա իջնելու համաշխարհային ռեկորդ է սահմանել։ 31-ամյա Հարի Չանդրա Գիրին, որն արդեն բազմաթիվ համաշխարհային ռեկորդներ ունի, հերթական տիտղոսն է նվաճել։ Այս անգամ նա ձեռքերի վրա 100 աստիճան է իջել Չինաստանի Չունցին քաղաքում տարածությունը հաղթահարելով 44 վայրկյանում։ Հանդուգն կողոպուտ Մեծ Բրիտանիայում հանցագործները ամբարձիչը մոտեցրել են բանկի գրասենյակին եւ պատից պոկել բանկոմատը։ Ոստիկանությունից հայտնել են, որ ամբարձիչը նույնպես գողացված է եղել։ Կողոպտիչներն այս քայլին դիմել են մի քանի տասնյակ հազար ֆունտի համար։ Ռուսաստանում էլեկտրիկ Տիմոֆեյի կատակը ավարտվել է իրավապահներին բացատրություն տալով, երիտասարդը որոշել էր կատակել ու իր պիցայի պատվերը ձևակերպել էր Ադոլֆ Հիտլերի անունով։ Հետևեք Անցուդարձին ամեն երեկո, կհանդիպենք վաղը նույն ժամին։